Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել է Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված առաջընթացն ու գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշների կատարման ընթացքը։ Արփինե Սարգսյանը որպես Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող նշել է, որ վիզաների ազատականացման երկխոսությունը ներկայումս գտնվում է ակտիվ փուլում։ Նա նաև ընդգծել է, որ գործընթացի շրջանակում Եվրոպական միության կողմից Հայաստանի համար մշակվել է գործողությունների լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է 4 հիմնական ուղղություններ՝ փաստաթղթերի անվտանգություն եւ կենսաչափական համակարգերի ամրապնդում, սահմանների համալիր կառավարում, միգրացիայի եւ ապաստանի ոլորտներ, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն։ Նախարար Սարգսյանի խոսքով Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը եւ ընդգծել, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել կենսաչափական համակարգի, սահմանների կառավարման, միգրացիայի եւ ապաստանի հարցերում։ Նախարարը շեշտել է, որ վիզաների ազատականացման գործընթացը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանց վիզայի տեղաշարժի հնարավորություն, այլև որպես պետական կառավարման համակարգի որակական բարեփոխումների կարևոր գործիք։ Նրա խոսքով գործողությունների ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգին եւ ենթադրում է համակարգային փոփոխությունների իրականացում։ Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես կենսաչափական համակարգերի ներդրման ուղղությամբ արդեն իսկ արձանագրված գալի առաջընթացը եւ ընդգծել, որ նախատեսվում է, որ համակարգը Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի 2026 թվականի աշնանը։ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է ոչ միայն սահմանված պահանջների կատարումը, այլև դրանց իրական եւ որակական ապահովումը հաշվի առնելով, որ Եվրոպական միության գնահատականները հիմնված են օբյեկտիվ չափանիշների վրա։ Նախարարը նշել է, որ աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով, նպատակ ունենալով լիարժեք կատարել ստանձնած պարտավորությունները եւ ապահովել առաջընթաց Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն վիզաների ազատականացման գործընթացում։ Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են դիտարկումներ եւ առաջարկություններ։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու եւ իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 1-ին։ Չարենցավան քաղաքի մոտ գտնվող վերածնունդ հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ 28 եւ 30 տարեկան երկու երիտասարդի։ Իրենց վարած Nissan Magnus-ի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեց 11 փաթեթ, որոնցում ըստ երիտասարդների մարիխուանա էր, ինչը տեղադրելու միջոցով իրացնելու նպատակով ձեռք էին բերել Telegram-ի մի օգտատիրոջից։ Նրանք հայտնել են, որ փաթեթներ կան նաև մեքենայում։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց տարբեր գույների 26 փաթեթ, եւս 1 փաթեթ հայտնաբերվեց դեպքի վայրի զննությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղնիկի Սար կոչվող տարածքի հանդամասերից մեկում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն արդեն 20 օր առանց լիցենզիայի եւ թույլտվության արդյունահանում է բազալտի հանքաքար եւ այն տեղափոխում իր վարձակալած վերամշակման արտադրամաս, որտեղ էլ պատրաստի քարը վաճառվում է։ Հուլիսի 8-ին ապօրինի արդյունահանում կատարելիս տվյալ հանդամասում ձերբակալվել եւ ջերմուկի բաժին են տեղափոխվել թրթուրավոր էքսկավատորի մեքենավարն ու Բեռնատարի վարորդը։ Հանքաքար բարձած Բեռնատարն ու էքսկավատորը դեպքի վայրում վերցվել են հսկողության տակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Պետությանը հասցված վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են։ Արտակարգ իրավիճակներից լիարժեք խուսափել հնարավոր չէ, սակայն դրանցից միշտ մեկ քայլ առաջ լինելը կենսական նշանակություն ունի։ Հենց այս սկզբունքն է որդեգրել Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը, որը 2025 թվականի արդյունքներով ճանաչվել է լավագույնը։ Տարվա ընթացքում բաժինը բնակչության պաշտպանության ոլորտում իրականացրել է համալիր եւ բազմաբնույթ աշխատանքներ, ուղղված արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանը։ Գործունեության առանցքում եղել է ոչ միայն արձագանքման կարողությունների կատարելագործումը, այլև կանխարգելիչ մշակույթի ձևավորումը։ Բաժինը իրականացնում է բազմաբովանդակ աշխատանքներ, մարզում գտնվող քարարթափման, սելավավտանգ, ծովանքավտանգ գոտիներում յուրաքանչյուր տարի ակնադիտական ուսումնասիրություն է իրականացնում, պատկան մարմիններին ներկայացնում, թե ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվի։ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանը վստահեցնում է, որ լավագույնի կոչումը ոչ միայն գնահատանք է, այլև կարևոր խթան առավել պատասխանատու, որակյալ եւ արդյունավետ ծառայություն իրականացնելու համար։
Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը ճանաչվել է լավագույն իր առջև դրված խնդիրները լավագույնս կատարելու նվիրված աշխատանքի համար եւ այս գնահատանքը շատ կարեւոր է մարզային փրկարարական վարչության համար։ Այսպիսով աղետից մեկ քայլ առաջ լինելու սկզբունքը շարունակում է մնալ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի աշխատանքային առաջնահերթությունը՝ ի նպաստ մարզի բնակիչների անվտանգության։ Երկրաշարժը բնական աղետ է, այն հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել։ Երկրաշարժի ժամանակ պատը սպառվելու համար շենքի ներսում առավել ապահով հատվածներն են հիմնական եւ ներքին կրող պատերը, դրանցում առկա դռների բացվածքները։ Անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան եւ մի քանի անգամ փորձարկել այն։ Ճշտել բնակարանի, աշխատավայրի, դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։ Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։ Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն հեռու շենք շինություններից, ենթակառուցվածքներից։ Պետք է նվազեցնել տվյալ միջավայրում առկա ռիսկերը, ելքերն ազատել տարհանման ժամանակ խոչընդոտ հանդիսացող առարկաներից, մեծածավալ առարկաներ չտեղադրել կահույքի վրա։ Նախապես ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, որի մեջ պետք է լինի դեղատուփ, մարտկոցով ռադիոընդունիչ, գրպանի լապտեր, սուլիչ, դիմակ, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, կարևոր փաստաթղթեր, պահածոյացված սնունդ եւ ջուր։ Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել ձեզ սպառնացող վտանգը։ Եթե ձեր վարելու իրավունքի զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին եւ արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած դուք ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Կայքի ներքևի հատվածում կա հաշվառման քննական ծառայություններ, սեղմել մուտք, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ հեռախոսահամար, այնուհետև սեղմել մուտք։ Մուտքագրեք թվերը նույնականացման համար։ Այստեղ ծառայությունների պատուհանում կա նոր պատուհան, հատուկ զրկվածների համար։ Նշել այդ պատուհանը եւ ընտրել ձեզ հարմար հաշվառման քննական բաժինը, այցելության օրը եւ ժամը։ Գրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ սեղմեք ամրագրել կոճակը։ Այնուհետև կստանաք ձեր կտրոնը, որով ամրագրման օրը պետք է այցելեք հաշվառման քննական բաժին, կատարեք վճարում եւ ստանաք վարորդական վկայական։ Տեղում կարող եք վճարել 12000 դրամ եւ ստանալ նոր 10 տարվա ժամկետով վարորդական վկայական, իսկ թվային վկայական ունենալու համար 6000 դրամ։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։